Կարապետյանն ասում է դուք իրենք ամեն ինչ անում են հանուն Հայաստանի, ամեն ինչ զոհաբերում են։ Իսկ դուք օրինակ Իսկ ինքը հանուն Հայաստանի չի պատասխանում, զոհաբերի ռուսական եւ կիպրական անձնագրերը։ Գիտեմ, բայց ասում եմ դուք Դե գուցե սկզբի համար զոհաբերի իր կիպրոսյան եւ ռուսաստանյան անձնագրերը։ Օրինակ նույն ձև էս ինչ որ թրենդ է, հա, ոնց որ փրկիչների մոտ ամեն մեկը մի 6 երկրի քաղաքացիություն շալակած գալիս են երկիրը բան փրկելու, ասում ես լավ, իսկ գուցե այն Բագրատ սրբազանն էլ ճակերտների մեջ չէ, կանադայի քաղաքացիներ, երբ որ ասում էին գուցե դուք զոհաբերեք ձեր կանադայի քաղաքացիությունը, չէ, այտենց չէ զոհաբերում։ Այսինքն իրանք ուզում են գան դառնալ վարչապետ, բայց մի հատ պրիմիտիվ օտարերկրյա քաղաքացիությունը չեն ուզում զոհաբերեն, որ այս ժողովուրդը հասկանա, որ լավ, այս մարդիկ կատարածու չեն, մանկլավիկ չեն։ Ում կատարածուն են, պարոն Ռոբինյան։ Չգիտեմ, ում կատարածուն են, հաստատ ոչ Հայաստանի ժողովրդի։ Ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք Ինչ։ ելույթի փաստը։ Ում ելույթ։ Սամվել Կարապետյան։ Ես վստահ չեմ, որ դա ելույթ է։ Ես վստահ չեմ, որ դա ելույթ է։ Վերաբերյալ դիտությունները։ Ես պետք է գնահատեմ այն փաստը, որ նախ ես չգիտեմ իրոք դա արհեստական բանականություններ թե ինքն էր խոսում, բայց եթե ինքն էր խոսում, գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել նրան, ես գնահատում եմ, որ կենթանի է մնացել այդքանից հետո, հույս ունեմ հաջորդիվ, օրինակ ինքը հնարավորություն կստեղծի, որ դուք բոլորով գնաք եւ իրեն հարցեր տաք, չէ՞ որ ինքը ժողովրդավար է, ուժեղ է, չէ՞ նա, շատ ուժեղ է։ Ես վստահ եմ, որ ուժեղ Սամվել Կարապետյանը ոչ մի դեպքում չի վախենա ձեր հարցերից։ Ես վստահ եմ, որ Նարեկ Կարապետյանից ուժեղ Սամվել Կարապետյանը, սա շատ կարևոր է, ուժեղ Սամվել Կարապետյանը չի վախենա պատասխանել Նարեկ Կարապետյանի մեկ հարցից։ Կիրակոսյան 1980 ջան։ Նարեկ Կիրակոսյանի մեկ հարցից չի վախենա Սամվել Կարապետյանը։ Ես վստահ եմ, որովհետև նա շատ ուժեղ է։ Ես վստահ եմ, որ Շողիկն էլ հո Կարապետյանն է։ Գալստյան, Շողիկ Գալստյանի ես վստահ եմ, որ Շողիկ Գալստյանի մեկ հարցից չի վախենա ուժեղ Սամվել Կարապետյանը։ Ես վստահ եմ, որ Ռիփսիմե Ջեբեջյանը չի վախենա ուժեղ Սամվել Կարապետյանից եւ կտա 1 կամ 2 հարց։ Ես վստահ եմ, որ Ռիփսիմե Ջեբեջյանը ասես կկանգնի եւ մի հատ 10 րոպեանոց քաղաքական ելույթ կունենա ուժեղ Սամվել Կարապետյանի դիմաց, բայց օրինակ այստեղ նստած է Արմատ մեդիայի լրագրողը, որը ֆինանսավորվում է ուժեղ Սամվել Կարապետյանի թիմակիցների կողմից, այ վստահ եմ, որ Արմատ մեդիայի լրագրողը իհարկե մեծ հաճույքով հարցեր կտա Սամվել Կարապետյանին։ Խնդրում եմ մի ընդհատեք, գնացեք իր տուն հարցեր տվեք, գնացեք տուն հարցրեք, պարոն Կարապետյան, կամ չգիտեմ ոնց եք իրան դիմում, ինքն իր շրջապատն է, չէ՞ ձեզ ֆինանսավոր։ Գնացեք ասեք, պարոն Կարապետյան, ինչի Ռուսաստան եւ Կիպրոսի քաղաքացիություններից չեք հրաժարվում։ Չէ՞ որ դուք ամեն ինչ պատրաստ եք զոհաբերել հանուն Հայաստանի։ Խնդրում ենք, զոհաբերեք ձեր ռուսական եւ կիպրոսյան պասպորտը, պարոն Կարապետյան։ Ուժեղ առաջնորդ, ուժեղ, գնացեք ասեք։ Պարոն Կարապետյան ասում է, որ բանակցող են լինելու ուժեղը Մոսկվայում։ Շատ լավ, 20 դուբլից, հա։ Ես ուզում եմ մի հարց բացատրել։ Եթե եկեք մի պահ ընդունենք, որ Սամվել Կարապետյանի ելույթը, այս վերջին հանրահավաքին, իրական է, 50-50 անկեղծ եմ ասում, չգիտեմ, կամ իրական է, կամ անբնական է։ Բայց եթե բնական է, դա նշանակում է, որ այդ մարդը մի հատ 6 րոպեանոց ելույթը ձայնագրել է 20 դուբլից։ Այսինքն ակնհայտ է, չէ՞, դուք բոլորը լրագրողներ եք հասկանում եք, որ նախադասություն առ նախադասություն են ձայնագրել։ Ինքը այդ ուժեղ բանակցելը ո՞նց է անելու։ Այսինքն գնալու է 20 դուբլից բանակցի, գնալու է ասելու է «Здравствуйте, многоуважаемый», այսինչ հետո զգալու է, որ սխալ արեց, հետո նորից է ասելու, հա դուբլերով են անելու։ Հաջորդը, դուք հասկանում եք, չէ՞ որ այդ մարդու ամենապարզ եւ պրիմիտիվ խոսելու ունակությունը կասկածի տակ է, հասկանում եք, ուժեղ առաջնորդի խոսելու ունակությունը, ընդ որում ոչ միայն հայերենով, ռուսերենով, չգիտեմ, ճապոներենով, հունարեն չգիտեմ, Կիպրոսի քաղաքացի, չգիտեմ, հունարեն գիտի, չգիտի, գուցե հունարենից է մարդը ուժեղ, թող հունարեն մի հատ ելույթ ունենա, հասկանանք, որ ուժեղ է։ Բայց ինքնին այդ փաստն է կասկածի տակ, ինքը ո՞նց է բանակցելու։